իրաց նպատակին չհասան ու չեն կարող հասնել։ Այն հուդաներն էլ եկել են այստեղ ինչ-որ տեսակ ժողովրդի արժանի գնահատականին են արժանացել։ Այսօր փաստվեց մի քանի կարևոր բան, որ ժողովուրդը տեր է եկեղեցուն, կանգնած է վեհապարի կողքը, եւ այդ մի քանի սադրիչները, տիրադավները, տարբեր համազգեստներով անհասկանալի մարդիկ չեն կարող փոխել։ Պետք է սալինի շարունական, պետք է կանգնենք ու մինչև վերջ պահպանենք ներքին ու արտաքին թշնամիներից մեր հայ առաքելակները։ Քահանա Սաղաթելյան այսօր ցույց անել եւ չթողնել մայրաթոռը, որովհետեւ կարծում եմ, որ մյուս կողմի մարդիկ Տեր Արամ կոչվածները բան կանեն, կմտնեն եկեղեցի եւ կպղծեն։ Ակնհայտ է էլի, ժամը 1-ից մանկապարտեզները փակել կոլեկտիվներին բերել են, մարզպետարաններ, քաղաքապետարանի աշխատակիցներ նայում են, այո, ասես աշկերիտ նայում են, իրանք էլ են ամաչում, հայացքեն փակցնում, ու մի քանի են իրենց հայտնի, չասեմ ովքեր են, այսինքն չկա իրենց առաջ քաշած թուրքական թշնամական օրակարգը մեր ժողովրդի կողմից աջակցություն չունի։ Բացառապես մի քանի տասնյակ նիկոլականների, որոնց մասին գնահատական ասված էլի ովքեր են դրանք ինչ են, բայց այս ընդհանրապես այս ամեն ինչը ամոթ սա մեր ժողովրդի, մեր պետության, աշխարհի առաջ այս սրիկան, որ եկավ հայրենիքը հանձնելու, ու էլ ամեն ինչ անում մեր պետականությունն ու ազգային ինստիտուտները լուծարել։ Այ մարդը պետք է հասկանա, ով է Նիկոլ Փաշինյանը, պետք է հասկանա ինչ առաքելություն ունի, ինչի համար աստեղ եւ ինչ է անում։ Եթե այս գիտակցությունը լինի ամբողջական, այս մարդիկ այլևս անելիք չեն ունենալու ու դա կարծում եմ մոտ ապագայում համոզվելու են բոլորը։ Պարոն Սաղաթելյան, այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այնքան հանգիստ էր ասում, որ վեհապարին մնացել է 1 օր կամ այսօր կգնա կամ վաղը։ Ինքն ուներ մի վստահություն, որը երբ այսքան վստահ էր բավականին հնարավոր է պլան B ունեն, օրինակ, ինչ-որ նյութեր կարողանան գրոհելու, Այք, մի փաստ ասեմ, ակնհայտ է, որ այդ տիրադավներին ուզում էին վերեին եկեղեցու ներս չկարողացան, ակնհայտ է, որ աջակցություն չունեն։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ այս ճգնաժամը կշարունակվի այնքան, քանի դեռ վեհապարը շարունակում է մնալ։ Ես էլ ասում եմ, այս ճգնաժամը կշարունակվի այնքան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության։ Այս ճգնաժամը, կորուստները, ողբերգությունը, այս այլանդակ ամոթալի մթնոլորտը կմնա այնքան, քանի Նիկոլ Փաշինյանն է իշխանության եւ կհեռանա այսօր մի ամսից թե 6 ամսից, որքան շուտ այնքան մեր երկրում կգա համերաշխություն, միավորում ու այս չարիքից ամեն ինչից կվերջանանք ու վստահ եմ ամոթ է այս ամեն ինչը նորից եմ ասում, էլի ոնց կարելի էր մենք մեր հայրենիքում, մեր երկրում Էջմիածին պաշտպանանք, էլի ումից ենք պաշտպանում, բայց այս է իրականությունը, պետք է հասկանանք եւ անելու ենք։ Մենք կանգնած ենք մեր ժողովրդի հետ ու կանգնած ենք մինչեւ վերջ ու վստահ եմ հաջողություն ունենալու, շտամիները չհաջողվի։